Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես մի շաբաթ սկսում է հաղթանակած էմոցիաներով եւ ամենակարևորը լի հաղթանակներով։ Րոպեներ անց դրա մասին, որովհետեւ ըստ ֆորմատի պետք է նաեւ շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ Աստծո օգնությամբ ամենակարևորը բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահովակ, այն էլ պրեմիերայի կարգավիճակով։ Իմ գործընկերուհին, որ տևական ժամանակ է բնակվում է Միացյալ Նահանգներում, հայտնի սիրված երգչի Մալիկան նոր տեսահոլովակ ունի եւ բնականաբար հայաստանյան պրեմիերան վստահել է Ակոպովնային եւ իհարկե 21 TV-ին։ Հատուկ ձեզ համար Միացյալ Նահանգներից արդեն տեսահոլովակ գլխավոր հերոսուին Մալիկան է եւ պրոդյուսերական նկարման աշխատանքներով է զբաղվել է K-Day Production-ը հանձինս Սիմոն Դամադյանի։ Մնացածը պրեմիերա, վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Танцует ярко, тени бросает жарко, в сердце звучит так звонко, мелодия играет тонко. Время летело быстро, ночь была так чиста, каждое слово правда, любовь награда. А я помню вечера, мы сидели у огня, подпевали нам ветра, мы влюблялись до утра, наблюдали небеса на закате у огня. Две души, одна судьба, мы влюбились навсегда. Под ласковый звук гитары любовь нам нагадали. Тебя я у всех украла, тебя я околдовала. Любовь моя будет жаркой, тебе наградой. А я помню вечера, мы сидели у огня, подпевали нам ветра, мы влюблялись до утра, наблюдали небеса на закате у огня. Две души, одна судьба, мы влюбились навсегда. Подпевали нам ветра, мы влюблялись до утра, наблюдали небеса на закате у огня. Две души, одна судьба, мы влюбились навсегда. А я помню вечера, мы сидели у огня, подпевали нам ветра, мы влюблялись до утра, наблюдали небеса на закате у огня. Две души, одна судьба, мы влюбились навсегда. Две души, одна судьба, мы влюбились навсегда. Две души, одна судьба, навсегда. Դեն շարունակում է աշխատանքը Ձինայեթ նախագիծը 21 TV եթերում։ Այս պայն ըստ ֆորմատի տեսանյութ, ասեմ, որ լի է էմոցիաներով, հաղթանակներով, լավագույններով եւ
իմոնք ամենակարևորը խնդրում եմ։ Վայելում ենք տեսանյութը եւ ասեմ, որ տեսանյութի չեմպիոնները արդեն ինձ մոտ տաղավարում են, ում այսն է խոսքը կիմանանք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը, առավելևս իմ գործընկերները, սպորտ աշխարհի ներկայացուցիչները, սպորտասեր հասարակություն ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ սպասում են բնականաբար ներկայացմանը։ Ըստ համանդրական օրենքի պետք է խոսեմ, որովհետեւ մեծագույն սիրով հյուրընկալ եմ Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանին, նրան ուղեկցում են Դուքենդո ֆեդերացիայի մարզադպրոցի տնօրեն Արտյոմ Հակոբյանը եւ Մասիս համայնքի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Ավետիս Խաչատրյանը ընկերներիս բարի օր, բարի գալուստ։ Նախ ասեմ, ես պաշտում եմ, երբ որ իմ ընկերները ջան ունիֆորմայով են լինում։ Կներեք հարգարժան սպորտսմենները, ես պաշտում եմ Դուքենդո ֆեդերացիայի ունիֆորման, որս մտանիցա դրանից է, էլի ամենայն դեպս։ Շնորհավորանքներս նոր հաղթանակի կապակցությամբ ես երբ որ համացանցում տեսնում եմ մերոնք իմ Դուքենդոն պատրաստում են որտեղ գնալ անհամբեր սպասում եմ պատասխանին, բնականաբար մեծն Հայկ Վարդանյանը ինձ նույն րոպեն ասում է «Ձին, այսքան հաղթանակ, այսքան երկրորդ տեղ ու սենց տարբերակով»։ Հիմա Էդմոնդ Մուրադյանը վստահ եմ ունի որ էմոցիաները, հաղթանակները եւ ասելիքը։ Սկսենք ամենասկզբից, այդ ուր եք գնացել եւ ոնց եք վերադարձել։ Նախ Դինա ջան ողջունում եմ։ Սիրով։ Մենք ոնց որ շուշուտ ենք հանդիպում եւ շուշուտը սկսելու ենք հանդիպել, որովհետեւ մեր մրցումները արդեն սկսվել են, միջազգային կարգի մրցումները։ Մենք մեկնել էինք Հունգարիա մայիսի 29-30-31 պետք է անցկացվեր Հունգարիայում Եվրոպայի բաց առաջնություն, open առաջնություն, որը հնարավորություն է տալիս մարզիկներին մասնակցելով open մրցույթների ուղեգիր շահել, որպեսզի օֆիցիալ Եվրոպայի առաջնությանը մասնակցել։ Open մրցումները շատ կարևոր են եւ փորձի համար, եւ ուղեգիր ստանալու համար։ Ուղեգրեր ունենք։ Ուղեգրեր ունենք, այո, ուրախալի է շատ եւ կարելի է ասել, որ ամեն ինչը շատ սահուն անցավ, ամեն ինչը շատ ժամանակին գծագրված, 2 օր շուտ գնացել ենք, նախապատրաստվել ենք, մարզումներ ենք այնտեղ անցկացնում, որից հետո արդեն 3 օր ծավալուն մրցույթներին մասնակցեցինք։ Հիանալի է։ Հաղթանակները գրանցել ենք, վարկանիշը բարձրացրել ենք, ուղեգիրը ունենք եւ հարցը իմ ընկերոջը ինչքան էլ տնօրեն կարգավիճակում է, Արտյոմը թիվ 1 մարզիչներից մեկն է։ Եվ ասում եմ յուրաքանչյուր երեխա ցուցատալ իր մարզչի ճակատը առաջինը։ Դու հիմա փայլում ես, Տյոմ։ Այո։ Դե ասա։ Նախ ուզում եմ ողջունել քեզ Դիանա ջան, առաջի անգամ եմ քո տաղավարում, անխափար եթերներ քեզ։ Ապրես շնորհակալ եմ։ Այո, տղաները լավ, բավականին լավ արդյունքի բերեցին մեզ, արդյունքներ բերեցին, լավ հանդես եկան մրցաշարին, ինչը ուրախալի է, մեզ համար դա մեր նույնպես մարզիչների հաղթանակն է։ Աշխատանք։ Այո, մեր աշխատանքն է, երևաց այնտեղ բավականին ծավալուն մրցումներ էր, դժվար մրցումներ էր ինքը։ Բայց տղաները պատվով վերցրեցին տեղերը։ Քանի տղա ենք տարել։ Ընդհանուր 10 հոգի են։ 10 հոգուց 10 հոգից 7 հոգի առաջի տեղ վերցրեցինք, 2 հոգի երկրորդ տեղ եւ մի հոգի երրորդ տեղ։ Շատ լավ է։ Իսկ հիմա Մասիս համայնքի գլխավոր դեմքը, երբ որ ինչ որ մեկ այդ որ խոսում եմ, ասում գնում եմ Մասիս, ընկերներիցս մեկը ասում է, «Էսի ձին գիտես չէ, ես ունեմ այնտեղ լավ ընկեր, որը քո ընկերն է»։ Էլ չեմ հարցնում ով է, էլ ես գիտեմ, որ դա Ավոյի Մասն է խոսքը։ Եմ ասում ամեն մեկ իր համայնքում աստղային կարգավիճակում ընկերներս են այդ ջան, համեստությունը դնեմ կողքազիվ ընկերներս ինձ մոտ են գովամ, էլի։ Այդպես է իրական։ Ավ դու ասա, ոնց է քեզ մոտ գրանցված ամեն ինչը։ Դինա ջան, նախ ես ինքս եմ միանում իմ գործընկերների ողջունի խոսքին, շնորհակալություն եմ հայտնում այդ գեղեցիկ եթեր հրավիրելու համար։ Ուզում շատ կարճ հանդես գամ, իրականում շատ լավ մրցաշար էր, բոլորս էլ շատ տպավորություններով ենք վերադարձել,
Հետաքրքիր էր, մեր երեխաները 2, 3, 4 հոգի մարզիկներ հետ անգամ մենամարտ են արել։ Ամենակարևորը երեխքի դուխը տեղն էր, երեխքը համարձակ էին, հա։ Խոսքով շատ լավ էր տպավորությունը ու ամենակարևորը անվնաս են մասնակցել երեխայի մրցումներին, վերադարձել ենք հաղթանակներով։ Ինչպես տեսակ, Զվարթնոց օդանավակայանում էր մեզի զուռնադհոլով մեզ են սպասում։ Այդ ամենակարևոր երևույթն է։ Անպայման։ Համեր ֆեդերացիայի մարզչական կազմը, մեր ծնողները, մեր բարեկամները, մեր ընկերները, ինչի՞ չէ նաև մեր Դուքենդո ֆեդերացիայի մարզիկները։ Ընդամենը մի քանի օր առաջ, 2 օր առաջ, բայց դե հենց այս օրը նկարանման բոլորս մեծագույն սիրով շնորհավորել ենք Միջազգային Թուքենթո ֆեդերացիայի նախագահ լավագույն ընկերոջը Գոռ Վարդանյանին ծննդյան տոնի կապակցությամբ եւ ես միշտ ասում եմ, երբ որ շեֆը գլուխը լինում է անփոխարինելի, թիմակիցները լինում են արդեն բնականաբար այդ ջան ուզեն չուզեն լավ է, յուրաքանչյուր լավ գործ գալիս է ղեկավարությունից։ Վարդանյան ջան, շնորհավորանքներս հերթական անգամ։ Բայց ես գիտեմ, որ իր գործի մեջ ոչ պակաս, ոչ ավելի, թեկուս են, որ հանգիստ ձայնով, իր նորմալ է, որ դանդաղ քայլելով գալիս է, բայց ասելիք ասում է, դա մեծն Հայկ Վարդանյանն է։ Եվ ինձ հետաքրքիր է, այդ մրցումներից հետո ավարտվեց, եկանք, նստեցինք, հաջորդ օրը հանդիպում ենք ունենում, այդ ղեկավարությանը սկսում ենք քննարկել։ Զինա ջան, մենք հենց նույն օրն ենք հանդիպում ունեցել։ Այո, քննարկել ենք, որովհետև մեզ առջևում դեռ մրցույթներ կան։ Մենք հիմա հոկտեմբեր ամսին Ֆրանսիա ենք հրավիրված, նորից օփեն մրցում ունենք եւ պետքա տանենք նոր երեխաներ, որոնք նորից ուղեգրերը ունենան, որովհետև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ լինելու Եվրոպայի արդեն առաջնությունը, որտեղ մենք իրավունք ունենք տվյալ երեխաներին տանել այդ առաջնությանը։ Մենք դեռ մասնակցում ենք օփեն մրցումների, որովհետեւ կարողանանք շահենք այդ ամենը։ Բայց մենք անցած տարի օրինակ աշխարհի առաջնության կարողացանք մասնակցենք թվով 7 հոգով, որովհետև ունեինք անցել էինք այդ փուլերը եւ կարողացանք մասնակցել։ Դրա համար մրցումների այս քանակը բավականին շատ է։ Մենք պետքա փորձենք ինչքան հնարավոր է կարողանանք մեկնել եւ մասնակցել։ Եվ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև որ դիմելու տեղերը, որտեղ դիմել ենք, մեր թիմի համար, վիզաները բացելու համար եւ ներքին գործերը, հա, շատ ուժեղ է ու թույլատրությունը բարձր մակարդակի է, մեզ ճանաչելով, մեր աշխատանքը ճանաչելով, Փառք Աստծո, բոլոր մրցումներին կարողանում ենք մասնակցել։ Այսօր մեր խնդրեմ միայն դա է, այդ խնդրեմը լուծված է։ Հա։ Հովանավորների հետ կապված աշխատում ենք այդ ուղղությամբ, որ փորձենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը հովանավորների միջոցով կարողանանք մեկնել եւ մասնակցել այդ խոշոր մրցումներին։ Հիանալի է։ Քո թույլտվությամբ ես շնորհակալ եմ նաեւ բոլոր այն աջակիցներին, նաեւ ընկերներին։ Ես գիտեմ, որ բացի հովանավորներից կան ընկերներ, որոնք իրենց աջակցությունը ցույց են տալ, թեկուզ մի լումա ներդնողը հաղթանակը ստանում է, այն որ բերում ենք, տալիս ենք, վճարել ենք, հաղթանակը բերել ենք։ Նույն օրը քննարկելով 3 ամսվա քննարկում ենք արել Հայաստանի նախագահի հետ, Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, որոնց կապերը շատ մեծ է, շատ ուժեղ է, եւ եթե իրանք ներկայել չեն լինում այդ մրցույթներին աշխատանքի բնույթով, բացմանը եւ փակմանը միշտ շեշտվում է մեծ հարգանքով, բարևներով, ես միշտ Սոկեին եւ Հայկ Վարդանյանին անմիջապես վերադառնալ, կոնգերը բարևել էր, այսինչ վարպետը բարևել էր, միջև 9-րդ դան վարպետներ կան այնտեղ, որ ամբողջ աշխարհն է ճանաչում, ամբողջ աշխարհը ճանաչում է, մենք դրանով հպարտանում ենք։ Ես էլ նենցա որ թիմակիցներս են։ Եվ քանի որ տաղավարից այն կողմ ինձ սպասում են սիմպաթիչնի չեմպիոններ տարբեր տարիքային, ես պետք է նրանց բոլորի հետ շփվեմ, ժամանակս շատ սուղ է, ամփոփման համար այդ դու ինձ հետ կմնաս չէ, եթերում միասին շփվենք։ Ես ուզում եմ երկու նախադասությամբ հենց հիմա դուք ասեք։ Ծնողներ կան, որ հենց հիմա մեզ լսում են, ու վստահ եմ բոլորի համար այս ամառային սեզոնը, չգիտեմ ինչի ձևավորված է, որ պետքա լինի հանգստի։ Ես գիտեմ, որ սպորտ աշխարհում դա բացառված է։ Եթե հենց հիմա կա ընդունելություն, հնարավորություն կա, ինչի ոչ, իրանց տղաները լինեն ձեր շարքերում։ Ոնց են ձեզ գտնում, ոնց են ձեզ դիմում եւ արդյոք բաց դաշտ եք։ Ծոմ ջան, ոնց է դա լինում։
Իհարկե, բաց դաշտ ենք բոլորի համար, ովքեր որ ցանկանում են կարող են գալ, մասնակցեն, ունենք տարբեր դպրոցներում մասնաճյուղեր եւ կենտրոն Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայում ունենք բավականին մեծ թիմ եւ մասնաճյուղային բոլոր դպրոցներում ունենք, ովքեր որ ցանկանում են, ունենք մենք տվյալներ, կարող են զանգարել, բերել երեխաներին, ընդունել, մենք մեծ սիրով կաշխատենք իրենց երեխաների հետ։ Տարիքայինը։ Տարիքային առանց տարիքային սահմանափակման։ Սկսում են։ Այո, սկսում ենք 4 տարեկանից մինչև առանց տարիքային բոլոր սահմանափակման։ սոցցանցերում դոքանդո գրվում է, ամբողջովին բացվում է ինֆորմացիան։ Կապ չունի, դա Երևան քաղաքում լինի։ Դուքենդո ֆեդերացիայի մամլոք հարտուղարին գրում է, Կակոպովնան բոլոր հարցերի պատասխանները տալիս ամենաշ տարբերակներ չեն։ Հա։ Որ շատ լավ եք լինում, իրանց անհատական համարներն էլ կարող եմ տալ։ Իսկ վերջում էլ ավմի հարցել քեզ եւ տղաներին հրավիրեմ տաղավար, հա։ Ես նաեւ նկատել եմ, որ հենց թեկուս ինչու ոչ Մասիս, հա, համայնքում քիչ չեն աղջիկները։ Քանի որ տղաներից շատ խոսում ենք, ուզում եմ մի երկու նախադասությամբ էլ ասես աղջիկների թեման։ Ունենք ոնց են եւ ավելանում են եւ արժե ավելանան։ Ուրեմն Զինա ջան, տարիներ առաջ բավական пассив էր աղջիկների ընդունելությունը, բայց այսօր Մասիս համայնքի ֆեդերացիան, ոչ միայն Մասիս համայնքի ֆեդերացիան, Դուքենդո ֆեդերացիան հասել է նրան, որ մեր մոտ նաեւ շատ աղջիկներ են պարապում։ Այդ ամեն ինչը եղել է մեր երկար տարիների աշխատանքի արդյունքը, վստահել են բոլոր ծնողները մեզ ու հիմա ինքներդ մի օր մենք անգամ դաժե ձեզ հրավիրում ենք մեր դահլիճները, որ գաք տեսնեք, շփվեք, ինչպեսի գեղեցիկ, ինչպեսի լավ աղջիկներ ունենք, որ սպորտի սիրահարներ են իսկապես դարձել։ Իսկ մարզումների մասով կուզենամ ասեմ, որ աղջիկների եւ տղաների մարզումները հավասարաչափ չեն անցկացնում։ Աղջիկները մի քիչ ավելի թույլ պարապմունքներ են անում, տղաները մի քիչ ավելի ֆիզիկապես ավելի ծանր մարզումներ են անում։ Ձևաչափը պահում եք, պարապմունքների վիճակը փոխում, հա։ Այո, իհարկե միանշանակ տղաների օրգանիզմը ուրիշ է, աղջիկների ուրիշ է, բոլորը հավասարաչափ չեն աշխատում, բայց անհատական ունենք բոլորի հանդեպ մոտեցում։ Եվ հուսով եմ, որ այդպես է շարունակվելու ու գնալով ավելի ու ավելի շատ աղջիկները մեր մոտ մարզվելու։ Հիանալի է։ Ես մաղթում եմ ընկերներիս ամենակարևորը համբերություն։ Ես գիտեմ, որ դա շատ դառն աշխատանք է։ Հայ համայնքի մեր հայ համայնքի ղեկավարների հետ այնտեղ տղաները, երեխաները հանդիպեցինք, այո, գնացինք։ Իրենք էլ շատ ուրախ էին, որ Հայաստանից ներկա են գտնվում մարզիկներ, ովքեր եկել են, չեմպիոններ են դարձել, Հայաստանի դրոշը բարձր են պահել, Հայաստանի պատիվը բարձր են պահել։ Երեխաները իրենց հետ այդպես շփում ունեցան, մեր տղաներից մեկը այնտեղ անգամ կոմիտասից մի երկու խոս դաշնամուր նվագեց։ Այո։ Բավականին լավ համայնք ունենք, բավականին լավ համայնք ղեկավար ունենք ու բոլորն էլ դալիճում ներկա են, շատերն էլ, այն որ ասում են բալեշիկներ, դրանից էլ ունենք, դա շատ կարևոր է։ Հա, հիանալի է։ Դուք թույլ կտաք ձեր սաների հետ էլ շփվեմ, այնպես որ այս բան անցում ենք անում, ասեմ, որ լավագույնները տաղավարից ենքով սպասում են իրենց նաև եթերին։ Դեջ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Զինետ նախագիծը գրավելու ամբողջ եթերը Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիան լավագույնները ինձ մոտ տաղավարում են, որոնք ընդամենը մի քանի օր առաջ գնացել են Հունգարիայում հեղաշրջում են արել եկել են եւ բնականաբար հաղթանակած մեր դրոշը բարձրացրած հիմնը հնչեցրած ինձ մոտ տաղավարում են։ Եթե նոր եք մեզ միացել չնեղվեք, որովհետեւ վաղը ճիշտ ժամը 13:05-ին կրկնությամբ կարող եք ծրագիրը վայելել։ Մի քանի ժամ հետո գտնում եք YouTube-ում եւ իհարկե նաև հատուկ եթերները ապահովում եմ ես անձամբ։ Ես կնվիրեմ բոլոր այն ծնողներին, ովքեր որ հենց հիմա տաղավարից են կողմ սպասում են իրենց զավակների եթերներին։ Սա ուղղակի ինֆորմացիա։ Իսկ սկզբի համար ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանին, նրան արդեն լավագույն տղաներն են ուղեկցում ֆեդերացիայի հավաքականի մարզիկներ Արման Մարդանյանն եւ Գրիշա Մկրտիչյանը։ Տղերք ջան, բարի օր, բարի գալուս ձեզ։ Ես խնդրում եմ, եթե կարելի է մի քիչ վերև մի հատ ձեռքով բարձրացեք մեդալը թող երևա ու այդ մի հարց քեզ հետո տղերքի հետ շփվեմ։ Շնորհակալ եմ։ Միշտ սենց է եղել, թե Հունգարիայի դիզայնն է սենց տարբերակով։ Ամեն մրցում իր դիզայնը ունի, մեծ այլ Եվրոպայում բոլոր մեդալները այսպես են։ Հա։
որովհետև Եվրոպայի մրցումները բոլորը բարձր որակի մրցումներ են, իրանք շատ լավ պատրաստվում են, ասեմ տղաները, մեծահասակները 15 տարեկան եւ բարձրները մասնակցել են full contact ձևին, 2-ից 3 ռաունդ մենամարտներ են արել, ամեն ռաունդը 2 րոպե ու բավականին շատ լավ հանդես են եկել տղաները։ Մնացած հարցերը Արդեն պարզ է հաղթանակած տարբերակով։ Արամ ջան, մի հարց, ինչքան ժամանակ է դու քենդոյի շարքերում ես։ 5 տարի։ 5 տարի արդեն հասել ենք Հունգարիա, նույնիսկ չէ՞ էլի սկզբի համար։ Իսկ ընդհանրապես հիշում ես, քանի հաղթանակ ունես 5 տարվա մեջ գրանցած։ Մոտավորապես կհիշես։ Շատ են։ Շատ են։ Որ թիվն էլ չի հիշում էլ այդ տարբերակով։ Ով է եղել մրցակիցդ, որ ազգից էր։ Մրցակիցներս եղել են Հունգարիայից ու Ուկրաինայից։ Ահ, ռուսներ էլ ունենք եւ Ուկրաինա։ Ուկրաինացիները ազատ են, իրենց մոտ ազատ։ Ուկրաինա եւ Մոսկվա էլ կար։ Ես այնտեղ արդեն իրանք առանձնացնում են էլի մեր անունները։ Ռուսաստանից էլ ունեինք, բայց ընդեղի բնակիչներ էին, իսկ Ուկրաինան ազատ բանի տակ է, իրանք Եվրոպայի բոլոր մրցումներին ազատ մասնակցում են, առանց վիզայի է իրանցը։ Շատ լավ, մի հարց էլ այնց հետաքրքրում մասնագիտական է։ Ես գիտեմ, որ full contact այդ կարատե ասված երևույթը մեր նաև լինում է բազային տարբերակով լինում են տղերքը նույն տատամիի մեջ, չէ, այսինքն կարա լինի full contact, կարա չգիտեմ դու կենտոն ինչ-որ առանձնացած լինի, այնտեղ ասում են բազային հավաքականով կարողանում են մասնակցել։ Մերոնք կոնկրետ full contact-ի տակ էին։ Մենք point contact-ել ենք մասնակցել։ Point-ել ենք եղել, լավ։ Point contact-ել ենք մասնակցել, ես ուղղակի շեշտում եմ full contact, որովհետև դա իմ միջազգային բառն է, որտեղ կա contact, հպումը շատ է, եւ ունենք point contact տարբերակով, երկու ձևով մասնակցել ենք։ Շատ լավ։ Գրիշ ջան, ինձ պատմիր քո մասին ինչքան ժամանակ է մեր ֆեդերացիայում ես, քանի տարվա մարզիկ ես եւ վերջի հաղթանակը տում հետս եղել տատամիում։ Ես մոտավոր 9 տարի զբաղվում եմ, իսկ տատամիում հունգարացու հետ եմ մենամարտել։ Հունգարացու հետ։ Ընդհանրապես քանի ռաունդ է։ 2-ից 3 ռաունդ։ 2-ից 3 ռաունդ։ Եզրափակիչը 3 է, միջև եզրափակիչ 2 ռաունդ է։ Ամեն ռաունդը 1.5-2 րոպե է։ Մրցավարներից գոհ եք։ Մենք մրցավար ունենք, մեր Շիան Արտյոմը մրցավար է։ Սկսեցինք այդտեղից մրցավար թեման մոռացած եմ ասել մերոնցից մեկը կար։ Անպայման, եթե դու ներկայացնում ես թիմ, երկիր ես ներկայացնում, պարտադիր 1 կամ 2 մրցավար պետք է ներկայացնես։ Անաչառ Ծոմը մրցավարականի մեջ է։ Շատ լավ հայկական տարբերակը պահել ենք էլի։ Եվ ամենակարևոր հարցը, որից հետո տաղավար հրավիրեմ հաջորդին, արդեն մյուս չեմպիոն ընկերներին Փաստով տարիքայինը գալիս է 1-2 տարի հետո գնում ենք բանակ։ Որոշված է չէ թեման։ Ես գիտեմ, որ ինձ ոչ մեկ չի համոզի, որ այս ժամանակահատվածում դուք արդեն քննարկումներ անում եք ընտանիքի անդամների հետ։ Ինչ եք որոշել։ Գիտեմ, որ մեծ մասը ինչքան է լինում է, այսպես ասած 100 տարվա չեմպիոն եւ մարզիկ, ծառայությունից հետո մի տեսակ այդ ջան փաստա եղա շրջվում են, մտածելակերպը փոխվում է եւ արդեն անցնում են այլ տարբերակով ապրելուն։ Դուք ինչ եք որոշել, սպորտը շարունակում ենք, թե ունենք այլ թեմաներ։ Քանի է դա կարա իմ դեմքին է, դուք ինձ հետ կարաք բամբասեք հանգիստ։ Ոնց եք մտածում այս թեմայի շուրջ։ Ես որոշել եմ, որ շարունակեմ չթողեմ սպորտը։ Վստահ ես, չէ՞։ Հա, նույնց հանգիստ խոսում եմ, դու ինչ կասես, քո մոտ էլա տենց։ Իսկ դուք մտածել եք մարզչական նաև կարիերայի մասին։ Ինչ եք մտածում, կարող եք, թե ոչ։ Թե ուզում եք, թե ոչ։ Կարող ենք։ Կարող եք։ Ես այդ մասին չեմ մտածել։ Չես մտածել։ Այդ ասա որ տենց է, կարա լինի, չէ։ Կարա լավ մարզիկ լինի, բայց մարզիչ չկարողանա լինի։ Միանշանակ։ Միանշանակ։ Իսկ ես ձեզ մաղթում եմ հերթական հաղթանակները գրանցել եւ Գալակոպովնայի մոտ։ Շնորհակալ եմ ձեզ լավ գրանցված են, որ ասում արդյունքների համար եւ րոպեներ անց տաղավար հրավիրեմ հաջորդ չեմպիոններին։ Դե ինչ շարունակվում է եթերը հերթական չեմպիոններն են ինձ մոտ տաղավարում, որոնք Դուքենտո ֆեդերացիայի վարկանիշով լավագույն մարզիկներն են եւ այս բան ես հյուրընկալել եմ Արման Սարգսյանին եւ Թորոս Թորոսյանին, նրանք նույնպես հավաքականի մարզիկներն ու արդեն ողջույն, արդեն նաեւ մեդալներով։ Նախ ասեմ կներեք հարգարժան մյուս ֆեդերացիայի նախագաներից, միշտ ասում են դու քո ֆեդերացիան, միշտ ուրիշ ես այդքան լավ, հա օքեյ, տարանջատում եմ մի քիչ իմոնք են։
բայց կներեք իմ նաև սիրուն են էլի այս պարագայում նաև սիմպաթիչնի տղերքը մեծ անմեն աղջիկներ ջան ուշադիր եղեք եթերին մեր տղերքի մասին ինչ կասես այդ որ տարիքն են ներկայացրել եւ ոնց են հանդես եկել Արմանը գրավել է երկրորդ մրցանակային տեղ Արմանը բավականին շատ մրցույթների միջազգային մասնակցում եւ այս մրցմանը երկրորդ տեղ գրավելով, եթե երրորդ տեղ գրավես չէր կարող, բայց երկրորդ տեղ գրավելով արդեն ուղեգիր ունի Եվրոպայի մասնակցելու համար։ Բավականին դժվար ճանապարհ անցավ, եզրափակիչում պարտվեց մի քանի աչոկներով, բայց բավականին պինդ տղա է ինքը։ Հիանալի է։ Մյուս մեր տղեն Թորոսը առաջի անգամ էր մասնակցում միջազգային մրցույթների, բայց շատ լավ հանդես եկավ։ Կարելի է ասել ֆիզիկական տղաների շատ պատրաստականությունը բարձր մակարդակ էր, որտեղ այդտեղ պետքա ֆիզիկականը տեղը լինի, որ 2 ռաունդ կարողանաս անընդմեջ մենամարտ անել։ Շատ լավ։ Ես շփվեմ Արմանի հետ, նախ ասեմ, որ սպորտը քեզ համար է։ Ես սիրում սպորտսմենների եւ դա աչք է ծակում ու հիմա ինձ պատմում ես ինչքան ժամանակ է դու այս թեմայի մեջ ես եւ ով է եղել քո մրցակիցը Ես զբաղվում եմ կարատեով 8 տարի արդեն իմ մրցակիցները հունգարացի ու ուկրաինացի Ուկրաինացի քանի տարեկան ես Արմ ջան Ես 13 տարեկան եմ Լուրջ սոսում լավն են մեր տղերքը են որ բոյով բուսաթով ամեն ինչի մեջ է իսկ հիմա քո մոտ пассив հանգիստ է թողել ղեկավարությունը թե արդեն պարապմունքները Պարապմունքները շարունակվում են Շատ լավ քննարկում ես ընտանիքի անդամների հետ որտեղ ոնց թե թողել են բաց դաշտ դու որոշում ես ոնց է քո Ես եմ որոշում բաց դաշտը Վերջացավ Ինչ կասի ինձ Թորոսը փաստորեն մեր տղեն առաջին անգամ է միջազգային առաջնության տպավորությունը լավ էր Այո Դենց վախեցած թեմա չունեինք, չէ՞։ Ով է եղել մրցակիցդ։ Իմ մրցակիցը եղել է հունգարացի։ Հունգարացի։ Ինձ խնդրում երկուսուդ էլ ասեք, ովքեր են ձեր մարզիչները։ Ռեյշի Էնդմոնդը։ Մյուս Սենսեյ Ավոն։ Վերջացավ։ Այդ ինձ համար կարևոր էր, էլի, շատ լավ։ Եվ հիմա մեր տղերքը ես հասկացա հանգիստ չեք տալիս այդ, իրանք պարապում են։ Երկրորդ օրը արդեն մարզումների մեջ էին։ Հա։ Շատ լավ։ Իսկ հիմա իրանք հավաքական թեման առանձին հավաքների է, թե դեռ բաց դաշտ պարապում ենք։ Դալիչներում մարզվում են, բայց շաբաթը մեկ անգամ պարտադիր համատեղ մարզումներ անցկացվում։ Մենք սպասում ենք առջև մրցույթների դեռ։ Ամառը մեզ համար է, իրանց համար չի, իսկ ես այս պայն ուզում եմ նաև տաղավար հրավիրել հաջորդ մեր չեմպիոններին։ Դե ինչ շարունակվում է եթերը, Դուքենդո ֆեդերացիայի լավագույններից մոտ տաղավարում են, րոպե չեմ կորցնում, ուզում եմ բոլորի հետ շփվել, երևի 10-ից ավելի մարզիկ ինձ սպասում է, այնպես որ ես այս պայն րոպե չկորցնելով ասեմ, որ հյուրընկալն եմ նաև Դուքենդո ֆեդերացիայի հավաքականի հաջորդ մարզիկներին Գոր Կարապետյանին եւ Հրաչյա Հովանեսյանին, բարյոր բարի գալուս տղերք ջան։ Դե հիմա ինձ պատմի այդ մյուս տղերքի մասին։ Տղաները նույնպես բավականին շատ լավ հանդես եկան, ասեմ, որ թիմը իրականում շատ հավաքված թիմ էր, որտեղ մենք 2 օր ժամանակ ունեինք մարզվելու, ես նկատեցի, որ մի մարդկանց հետ ենք մենք մարզվում, ոնց որ մի մարդու հետ անենք, այդ հենց կապված էին մեկը մյուսի հետ, այն մեկը մյուսին օգնելով, այն դժվար պահերին, տղաները նույն ձև 2 ռաունդ մենամարտներ են արել, մեկը point է աշխատել, մեկը continue է աշխատել, տղաները առաջի անգամ էին Եվրոպայում, բայց ընդհանրապես չզգացվեց դա, շատ արագ մերվեցին ու իրանց երկրի նման մասնակցեցին։ Մնացածը թող իրանք ասեն։ Դե ինձ պատմի Գոր ջան, դու քանի տարի է որ Դուքենդոյում ես, ով է եղել մրցակիցդ։ Ես մարզում եմ Դուքենդո սպորտաձևը 7 տարի է, մասնակցել եմ հունգարացու եւ ֆրանսիացու դեմ, իմ դիմացիները շատ հավաքված եւ շատ լավ էին պատրաստվել։ Նկատեցիր դու մի անգամ զգացվեց։ Հա, իրանք արդեն այդ ռինգի մեջ դուրս գալուց արդեն զգացվում էր էլի, որ իրանք շատ էին պատրաստվել։ Բայց ցավում ենք իրանց համար հետո։ Շատ լավ։ Հիմա դու պարապում ես, չէ՞, ընթացքը կա։ Այո։ Ով է քո ղեկավարությունը մարզիչդ։ Սենսեյ Գագաս Սարգսյանը։
Մեր Գագասի տղան էլ աստեղ պաստոր հարգանքներս Գագասին հիմա քանի որ իմ ընկերը նաև սպորտը բիզնեսի հետ է խառնում ինչը շատ կարևոր երևույթ է չեմ զարմանում էլի իդեպ նաև հատուկ են հեռուստադիտողների համար ովքեր որ ամենաշատ ասում են ձին Սիդոյա եւ Գագասը էլի թոքո տեսանյութերում շատն է ասում են այս տղերք ունենք մի քիչ իրենց հանգիստ թողեք հիմա անցնենք հաջորդին Հրաշ ջան դու պատմի ինձ քո մասին նախ տարիքդ քանի տարեկան ես 16 մոտ ենք արդեն 16 տարեկան եմ արդեն 8 տարի է զբաղվում եմ կարատե տոկանդոյի մարզաձևով Եվ ում հետ ես մրցակցել վերջին անգամը Վերջին անգամը եղել է ֆրանսիացի ինքն էլ շատ լավ պատրաստված է եղել շատ լավ միասն էլ ուժեղ մարզաձև է եղել Վերջի հավասար մեզի լավ հակառակորդ են եղել իրենք Հա, դու գոհ ես համենայն դեպս։ Ինչ մի հարց է դակրում, մեզ մոտ քաշային տարբերակը կա, որ քաշի խնդիր ունենք, մեր մոտ լինում է մեր սպորտաձևում։ Այդ կշիռասվածը մի օր առաջ անում են, չէ՞։ Մի օր առաջ անում են, բացի դրանից մենք on-line գրանցվելուց առաջ քաշերը պահպանում ենք անպայման, հետո գնում ենք այնտեղ մի հատ էլ պահպանված քաշերը։ Նշանակում առաջի 2 օրը որ շուտ էին գնացել, սա դա կարգը շատ խիստ ձևով էր դրված, որպեսզի քաշի խնդիր չունենանք փոփոխություն չլինի, որովհետև on-line արդեն գրանցվել ենք։ Քաշերը պահպանվում են, բայց տարիքները կարող են լինել 3 տարի, օրինակի համար 7 տարեկանից մինչև 11 տարեկաններ իրար հետ են մրցում, 11-ից 14-ները իրար հետ են մրցում, 15 մինչև 17 տարեկաններ իրար հետ են մրցում։ Նշանակում է տարիքը լինում է, որ համապատասխան չի լինում։ Այստեղ կարևորը քաշն է։ Իսկ հասակը, դա հաշվի չի առնվում։ Հա, բայց թեմայի մեջ է, չէ՞։ Թեմայի մեջ է, բայց բավականին բոյով են, եվրոպացիք բոյով են։ Հասկացանք, մենակ տեխնիկապես ուժեղ են առավելությունները են կամով է լավ, ինքը ազատ երկիր է, հզոր պետություն է, Եվրոպան, գիտեք, շատ մեծ է, քարտեզում էլ է մեծ։ Իրանք ամիսը մեկ օփեն մրցումների մեջ են։ Եթե մենք կարողանանք հասնենք այդ արդյունքին, որ մենք էլ կարողանանք շատ մասնակցենք, շատ հեշտ կլինի մեզ համար։ Հյանալի է, ես այս պայնը առաջարկում եմ հանդիպենք նաև հաջորդ տղերքի հետ։ Դե ինչ շարունակվում է աշխատանքը 21 TV եթերում, հաջորդ տղերքն են ինձ մոտ, այն որ երևում է, էլի, փոքրերն են, բայց դա մեդալներ իրանցից մեծ հաղթանակած վերադարձել են հայրենիք, Վայե Մկրտչյանը եւ Արտեմ Հարությունյանը ինձ մոտ տաղավարում են բարի գալուս տղերք ջան։ Մի հատ իսկ ցույց տվեք երկուստ էլ ոսկի եք, մյուս արծաթ։ Հյանալի եմ։ Դե հիմա սկսենք այդ պատմից տղերքից։ Տղաները իրանց տարիքային խմբերում շատ լավ հանդես եկան ու ամենակարևորը նա է, որ մրցույթներին երբ որ գնում ես իրականում շատ ուրախալի է, ցանկալի է, որ բոլորը առաջ տեղով գան, բայց աշակերտի համար շատ կարևոր է, որ ինքը իր համապատասխան գնահատականը ստացած գա եւ մարզիչն էլ այդ գնահատականը հասկանա։ Տղաները 2-3 մենամարտներ են արել մեր տղան առաջ տեղա գրավել, փոնիտ մրցաձևում մեր մյուս տղան ինքը իմիջալոց համ երաժիշտ է, համ կարատեիստ է, շատ հետաքրքիր տղա է, նորից մասնակցեց արդեն full contact տարբերակով, եզրափակիչում կարելի ասել բավականին լավ հանդես եկավ, գրավեց երկրորդ տեղը, որի համար ինքը շատ ուրախ է, տղաներն էլ առաջի անգամ են այսպիսի խոշոր մրցույթների մասնակցում, ամենակարևորը իրանք գոհ լինեն, մենք գոհ լինենք։ Հյանալի է։ Վահ դու ինձ ասա, ինչքան ժամանակ ես զբաղվում ես այս սպորտաձևով։ 4 տարի։ 4 տարի։ Ու ով է քո մարզիչը։ Սենսեյավոն։ Սեսեյավոն, ավետիսի մարզիկն է։ Հիմա քանի այստեղ չեն մոռանանք, որ տաղավարից են կոմծես, մի քիչ բան բասենք։ Կան շատ մարզիկներ, որոնք ավելի շատ կիսվում են իրենց մարզչի հետ, քան ծնողի հետ։ Ձեզ մոտ այդտենց ընկերություն է, հարցը երկուսին է վերաբերվում, թե մարզիչի իր կարգավիճակում ընկերություն անում եք մարզչի հետ։ Ճիշտն է սենց։ Այո։ Խոսում եք, չէ՞։ Դաստիարակվում եք, չէ՞։ Իսկ գնահատականները ցույց տալիս եք։ Ես գիտեմ, որ մեր մարզիչները պարտադիր ստուգում են նաև գրավորները, տենց է, չէ՞։ Ամեն ամսվա վերջում։ Վերջացավ։ Իսկ հիմա ինձ պատմիր քո մրցակցի մասին, ովքեր էին, մեկն էր, որ երկրից էր։ Իմ մրցակիցը առաջինը եղել է հունգարացի, երկրորդը իտալացի։
Իտալացի։ Քաշայինով նույն ենք, տարիքով նույն ենք։ Այո։ Նույն են տարիքները։ Այո, տարիքները դուք Արդեն վախեցան վերջի տեքստերից։ Հա։ Տարիքները ամեն դեպքում համապատասխան լիարժեք չեն լինում, բայց լինում է դեպքեր, որ համապատասխան է լինում։ Շատ լավ։ Ինչ ես մտածում, որ մի քանի տարի սենց պարապեցիր, հաղթանակները գրանցեցիր, կարող է մարզիչ դառնաս։ Մտածել ես դրա մասին։ Ստում այո։ Հա։ Մտածում ես, չէ՞։ Ինձ թվում է քեզ պետք է։ Հոգեբանորեն պատրաստ եմ ոնց նայում եմ։ Ինքը շատ հետաքրքիր տղա է։ Հա։ Մենք շատ ենք զրուցել ճանապարհին իր հետ։ Հետո։ Ինքը գաղափարներով է։ Հա։ Երևաց արդեն դեմքից։ Իսկ մեր Արտեմը փաստորեն նաև երաժիշտ է, ինչը որ ինձ ամենաշատը հետաքրքրեց։ Մի հատ երաժշտականից խոսանք, հետո մրցումներից, հա։ Դաշնամուր ես նվագում։ Այո։ Եվ այդ ձեռքերով էլ փաստորեն նաև հարվածում ես։ Մեկը մյուսին չի հակասում, չի լինում դաշնամուրի դասատուն ասի տղա ջան, հանկարծ մատերդ շատ չվնասես, սենց հարցեր չի լինում քեզ մոտ։ Չէ։ Մի հատ ցույց տուր ձեռքերդ։ Հələ մի հատ նայեք։ Երաժշտի ձեռքը դրա հետ մեկտեղ էլ հարվածող։ Իմ համար սա ծայրահեղություններ ու բացահայտում։ Իսկ հիմա քանի տարի է երաժշտականում ես, քանի տարի է սպորտում ես։ Դե ես մի 5 տարի երաժշտական եմ, ես շատ չասեմ, բայց 2.5 ամիս կարատեում եմ։ Լուրջ ես ասում։ Ընդհանրապես։ Չէ, 2.5 ամիս հավաքականում է։ Հավաքականում է։ Իսկ քանի տարի է որ պարապում ես Դուքենդոյում։ Դուքենդոյում, դե ես քանի որ Ամերիկայում եմ ապրում, մենակ ամառներն եմ գալիս։ Հարուստելում ենք։ Մենք Միացյալ Նահանգներում խմբակ ունենք, դու գիտեք, ինքը ներկայացնում է այնտեղից, այդ խմբակից։ Բայց հիմա հայրենիքում է։ Հիմա հայրենիքում է, մի քիչ երկար ժամանակով էր եկել, ընդգրկվեց հավաքականի խմբում, սկսեց մարզվել, բայց ոնց որ թե չի ուզում գնա։ Հա։ Բայց ընտանիքի անդամները այստեղ են թե այնտեղ։ Բոլորը այստեղ են, բոլորը այստեղ մայրն ու հայրն են այստեղ հիմա դուրս է կանգնած։ Շատ լավ, акցենտից արդեն հասկացանք, չէ՞, այնտեղ կարող է special դպրոց school ես գնում հատուկ անգլերենը շատ է։ Չէ, նորմալ դպրոց եմ գնում։ Շատ լավ, վերջացավ։ Պահում են կարևոր հայրենիք թեման այստեղ է։ Շատ լավ, եւ այսքանից հետո ես առաջարկում եմ ամփոփում անել, հա։ Դե ինչ եւ ամփոփման համար Դուքենդո ֆեդերացիայի հավաքականի փոքրերն են ինձ մոտ։ Ես պաշտում եմ այն տեքստը, փոքրեր, բայց հավաքական։ Պատկերացնում եք մի քանի տարի հետո ինչ է սպասում հարգանքներս Դուքենդո ֆեդերացիայի ողջ անձնակազմին, սկսած ղեկավարությանը, Գոր Վարդանյանին, Հայկ Վարդանյանին, բոլոր անիմիկերներին, փոխնախագահներին եւ ասեմ խնդրում եմ յուրաքանչյուրը յուրովի արձագանքի։ Ես այդ բաց դաշտը ստացել եմ մեծն Հայկ Վարդանյանից, որ յուրաքանչյուր մարզիչ հնարավորություն ունի անձամբ արձագանքել եւ գալ ինձ մոտ աղավար ներկայացնել հաղթանակները։ Ես կփորձեմ գրեթե բոլորին ներկայացնել, որպեսզի չի լինի տարանջատում այդ ջան, դա կարևոր երևույթ է։ Իսկ այս պահին համար մենք շնորհակալ ենք։ Սիրով եւ ասեմ, որ այս պահին ամենասիմպաթիչներն են ինձ մոտ աղավարում։ Եվ ամենափոքրիկները Կարեն Մովսիսյանը եւ Սամվել Պետրոսյանը, բարյոր բարի գալուս տղերք ջան։ Բարև ձեզ։ Նախ սկսում ենք ամենասկզբից, որ թաղամասում եք ապրում, որտեղ ես դու ապրում։ Կենտրոնում։ Կենտրոնում դու։ Այգեձոր։ Այգեձորում։ Կենտրոն։ Կապ չունի, բայց դեմքներին խնդրում եմ ֆիքսել ես, աղջիկների համար այս թեման հատուկ, որտեղ սերունդ է գալիս էլի։ Մեր տղերք ամենափոքրերն են։ Ցույց տվեք ձեր մեդալները, խնդրում եմ։ Դե պատմի հետ։ Լավ, իջացրեք։ Այս պայդրությամբ այո, ամենափոքրիկները իրենք են, 8 տարեկան են, ուրեմն իրանց կարգը էսպես էր, մինչև 11 տարեկաններ, 7-ից մինչև 11 տարեկանները մենամարտում էին իրար հետ, բայց քաշային կարգերը պահպանվել է իհարկե։ Շատ լավ։ Տղաները նույնպես առաջի անգամ էին մասնակցում Հայաստանից դուրս այսպիսի խոշոր առաջնության, բայց ասեմ, ես չնկատեցի խմբում, մենք չնկատեցինք խմբում, որ փոքրեր կային։ Այդ մի հարց էլ էլի, հետո իրանց հետ շփվեմ։ Ծնողները գալիս են, կան ծնողներ, որ գալիս են, թե ամբողջությամբ էս, որ ասում բերը ձեր վրա է։ Կարելի ասել ամբողջությամբ մեր վրա է, ու ցանկալի չի, ծնողների կարիքը չի լինում, որովհետև սա սպորտային իրավիճակ է, մենք գնում ենք առավոտից իրիկուն մարզումների, ուսումնամարզական ծրագրերի,
Կարելի ասել ծնող գալիս է, եղել են դեպքեր, ծնողները այդ երկրում են եղել կամ եկել են մրցումներին, բալետենարը գնացել են, այսպես ասած, բայց ով եկել է զգացել է, որ ընդհանրապես կարիք չկա իր ներկայությունը։ Բացի դրանից իրանց համար սա մեծ ծրագիր է, ամեն մրցումներից հետո երբ որ հետ են գալի, ծնողները իրենք են ասում, որ իմ երեխան փոխվել է։ Զգում են։ Այդ դիսցիպլինան, այդ հավաքվածությունը, առավոտ շուտ զարթնելը, շուտ քնելը։ Հասկացա։ Հիմա ինձ այս սիրուն չեմպիոնը պատմում է իր մասին, քանի տարեկան է։ 8 տարեկան է։ Մարզիչը ով է։ Սենսե Արտյոմը։ Եվ ինչքան ժամանակ ապարապում ես։ 2-ից 3 տարի։ Ոնց է գոհ ես։ Հա, շատ։ Դժգոհություններ չկա, չէ։ Ինչ ես մտածում, շարունակելու ենք։ Հա։ Տունը քանի տենց մեդալ ունես։ Մոտավորապես մի 10-11։ Հա, էլի, մի պլյուս մինուսով, սենց ասած ամենայն դեպս։ Իսկ ինձ անկեղծ ասա, ոչ այստեղ Գոր Վարդանյանն է, ոչ Հայկ Վարդանյանը, հանգիստ բամբասում ենք նրանցից, որ մեկին ես ամենաշատը երկրպագում։ Ում այդ ամենաշատը նկարված ունես, ճիշտն ասա։ Հիշի։ Բարդ բան եք ասել, տղայի համար երկուսն էլ Գիտես մեծություններ են։ Ես տեսել եմ այդ փաստը, որ երբ որ տարածքում լինում են Վարդանյանները, մանավանդ Գոր Վարդանյանը, ոնց են մեր տղերքը ուզում նրա հետ նույն կադրում լինել։ Այդ լավ բան է այդ։ Ես սիրում եմ, երբ որ մարդիկ երկրպագում են ղեկավարությանը, ու ինչու՞ չէ, նաև տեխնիկապես էլ ուզում են նմանվեն։ Կապ չունի ձեր մարզիչները լավն են, նենցա որ ձեր մարզիչներն էլ են անցել այդ ամեն ինչի միջով, հա, ես հստակ կարող եմ ասել, ես ունեմ ընկերներ, որոնց ես ներկայացրել եմ մարզիկները, ջան, մեծանում եմ էլի ձեր հետ, բայց հիմա մարզիչներն այնքից մոտ տաղավարում են, համար խայտարակ ուրախ եմ ու այդ հաջողված մարդ։ Սոկե Գոր Վարդանյանը իրանց համար մի ուրիշ մեծություն է։ Այո։ Եվ բոլորն էլ երբ որ հասնում են, որ արդեն պետք է սև գոտի հանձնեն, հանդիպում են Սոկեի հետ։ Այո։ Շատ լավ։ Ինչ կասի մեր տղեն Սամվելը, քո ոճը լավն է, այդ բրասլետը բան արդեն ինձ դուր եկավ։ Պատմից քանի տարի ապարապում ես։ 5 տարի։ 5 տարի։ 3 տարեկանից եկել եմ պարապել։ Մատից մատ ճիշտն ասա, թաղամասում թաղի տղերքը գալիս են քեզնից օգնություն խնդրում են, ասում են գնանք միացրան դաստիարակենք, տենց թեմաներ լինում ո՞չ թե ոնց։ Միշտ չէ, վերջացավ։ Ես գիտեմ, որ ձեր մոտ այդ թեմա է։ Լսել եմ անձամբ մարզիչները ոնց են ասում, դուրսը կռիվ չանեք։ Այդ ամբողջը սպորտ է, չէ՞, տենց թեմա կա։ Բայց դե ուժեղ տղա ունեն թաղամասում։ Ինձ մի հարց էլ է հետաքրքրում։ Դու ոնց ես որոշել, շարունակում ենք սպորտը։ Անվերջ շարունակելու եմ։ Վերջացավ։ Ես ինչ կարող եմ ասել։ Ես միայն կարող եմ այսքանից հետո բոլոր այն տղաները, որ հենց հիմա տաղավարից այն կողմ էին նրանց հարգանքներս, մարզիչներին այդ ջան շնորհակալ եմ ձեզ։ Այս sense հաղթանակած եթերները ինձ թևեր է տալիս։ Մանավանդ երբ որ լինում է իմ Դուքենտո ֆեդերացիան, ես էլ որպես մամլոք քարտուղար կարողանում եմ գրեթե բոլոր տեղերն ասել, որ 10-ից 10 ենք։ Եվ քո թույլտվությամբ էլ ասեմ շնորհակալ եմ բոլոր այն ծնողներին, ովքեր տարիներ շարունակ թեկուզ վստահում են Դուքենտո ֆեդերացիային, մարզիչներին եւ միշտ հիշեք մի նախադասություն. եթե Դուքենտո ֆեդերացիայում չեմպիոններ չեն ծնվում, լավ տղերք հաստատ մեծանում են, ինչը որ կարեւոր է եւ Հայաստանի Հանրապետության համար ու կարեւորը հայոց բանակի համար։ Փաստում ես, չէ՞։ Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում լավ եթերի համար։ Մենք կփորձենք շուշուտ գալ ձեզ մոտ եւ կփորձենք մեր դրոշը բարձրացնել ինչքան հնարավոր է շատ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ այսքանից հետո լավ տրամադրությամբ հաղթանակած էմոցիաներով ես ձեզ հաջողություն եմ աղթում միայն վաղվա հանդիպելու ակնկալիքով մինչև հիմա ձեզ հետ Հայաստանի Հանրապետության Դուքենտո ֆեդերացիայի դեմքերն են եւ իհարկե ձեր Ձինե Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարինը ձեզ։